Սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, վերջապես Դարփինյանի ժամն է նորից եթերում, մենք երկու թողարկում բաց ենք թողել, օբյեկտիվ պատճառներով, պարոն Դարփինյանը աշխատանքային այցով երկրից դուրս էր, վստահաբար սրա մասին էլ ենք խոսելու, դուք բաժանորդագրվեք Արմեն Դարփինյանի YouTube-յան էջին լրատվական ռադիոյի գործարար ալիքի մնացած բոլոր թվային հարթակներին, ինչպես հասկացաք, սա Դարփինյանի ժամն է եւ իմ խնդրանքով մենք սկսում ենք ոչ թե պարոն Դարփինյանի այցից, որի մասին վստահաբար կխոսենք, այլ նրանից, որ նախորդ հաղորդմանը մենք մի զրույց ունեցանք եկեղեցու հետ կապված, որտեղ պարոն Դարփինյանն ասում էր, որ սենց չի կարող շարունակվել, որովհետև սենց եկեղեցին կկիսվի, մի քանի կես կլինի վեհապարի կողմնակիցները եւ կառավարության կողմնակիցները, իսկ ես ասում եի, որ չէ, այդպես չի լինի, եկեղեցին ամուր է եւ սա մի քանի ուխտազանց մարդիկ են, ովքեր որ դավաճանում են հայրապետին եւ դրանով ամեն ինչ կավարտվի, ժամանակը վերջին 2 շաբաթը ժամանակը եւ փորձը ցույց տվեց, որ այդպես չի, մենք արդեն գնալով ավելի ու ավելի բարձրաստիճան պաշտոնյաների եկեղեցական հոգեվոր պաշտոնյաների ենք տեսնում, ովքեր որ սեղմում են վարչապետի ձեռքը եւ մասնակցում են այն պատարակներին, որին մասնակցում է վարչապետը, այնպես որ ես սխալվեցի, պարոն Դարփինյան, իսկ դուք ճիշտ էիք։ Դե Սերժ Սարգսյանն էլ սխալվեց, իսկ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Լավ ջան, անկեղծ ասած, ինձ համար այս ամբողջ պատմության մեջ գոյություն ունի երկու կարևորագույն արժեք։ Առաջինը դա քրիստոնեությունն է, որպես մեր հավատք։ Հայերը իմ կարծիքով ֆենոմենալ քրիստոնյաներ են, որովհետև մենք միշտ արդարության կողմն ենք, մենք անգամ մանկական հավատք ունենք դեպի արդարությունը։ Մեզ թվում է, թե ամբողջ աշխարհը արդարության շուրջ պիտի կառուցված լինի եւ այդ արդարության մեջ մենք անպայման ունենք մեր տեղը, դերը, որտեղ արդար ենք։ Եվ այո, բայց աշխարհը արդար չէ։ Բայց մենք քրիստոնյա ենք, հասկանում ես, հետո մենք գիտես ներում ենք, մենք ներող ենք։ Ես չեմ, երևի չգիտեմ այլ ժողովուրդ, որը մեզանից ավելի ներողամիտ լինի։ Մենք ներում ենք ամեն ինչ։ Եվ մենք քրիստոնյա ենք, այդ արժեքը մեզանից ոչ ոք չի կարողանա խլել։ Մենք ի բնե, ի ծնե, մեր գենետիկ բոլոր հնարավորություններով ու բոլոր կոդերով մենք քրիստոնյա ենք, սա մեկ։ Երկրորդը որպես արժեք, մեր քրիստոնեական եւ եկեղեցական ժառանգությունը։ Ֆենոմենալ ազգ ենք այդ իմաստով։ Մենք մեր ժառանգությունը մեզ համար սրբություն է։ Միակ ազգն ենք աշխարհում, որը ունի մատենադարան։ Որտեղ ձեռագիր Աստվածաշնչերը սերնդես սերունդ, տարեց տարի, տասնամյակներ, դարերով ի վեր, երբ չկար դեռևս գրքի տպագրման հնարավորություն, ձեռքով հայերը գրում էին եւ տարածում էին աշխարհով մեկ քրիստոնեության այդ ուսմունքը։ Եվ դա մեկ, երկրորդը, այսինքն դա եւ եկեղեցիները որպես մեր մշակութային եւ հոգեվոր կոթողներ, դրանք մեր սրբություններն են, հասկանում ես, մեզանից ոչ ոք այդ եկեղեցիները չի կարողանա տանել։ Այն որ ասենք Հովանավանքը կաթողիկոսի կողմից հայտարարվեց, որ այնտեղ ինչ-որ բան է պղծվել, իմ կարծիքով դա բացարձակ անիմաստ եւ քայլ եւ որոշում եւ հայտարարություն էր, որովհետեւ իմ համար ցանկացած հայի համար Հովանավանքը սրբություն է, հասկանում ես, դա չի կարող լինել, չի կարող այնտեղ լինել ինչ-որ ոչ արդար բան, այսինքն մեզ համար դա սրբություն է, մենք ունենք ժառանգություն, որը սրբություն է եւ մենք քրիստոնյա ենք ի ծնե ի բնե։ Այս երկու փաստարկը իմ կարծիքով բավարար են, որ մենք մնացած այս ուրեմն իրադարձություններին հանգիստ վերաբերվենք, հանգիստ, առանց որևէ բանի պանիկայի կամ առանց մտահոգության։ Ես մտահոգված չեմ, որտեղ վաղ թե ուշ եկեղեցական ժողովը ինչ որ որոշում կընդունի, ինչ որ բան պիտի ընդունի։ Դա հիմա ինչ էլ ընդունեց, մեր այս երկու արժեքները մնալու են անսասան։ Այդ իմաստով ես հանգիստ եմ։ Այդ լավ է։ Ես մի անգամ սխալվեցի, ձեզ չհավատացի, հիմա ասում եք հավատում եմ։ Հուսանք, որ իրականում եկեղեցին կմնա անսասան ու այս ամեն ինչը կավարտվի մաքսիմալ շուտ ի օգուտ արդարության։ Ես ոնց որ իմ պատկերացումներն ունեմ արդարության վերաբերյալ, իրենք պիտի որոշում կայացնեն։ Ցանկացած իրենց որոշումը մենք նույնպես պիտի խոնարհաբար ընդունենք։ Սա է։ Երկրում չէիք, պարոն։ Այո, ես մասնակցում եմ Ուզբեկստանի նախագահի կողմից հիմնվել էր
մի ինստիտուտ գիտահետազոտական դեռևս 5 տարի առաջ, որը կոչվում է Կենտրոնական Ասիայի միջազգային ինստիտուտ, որի հրավերքով ես մասնակցում եմ այնտեղ մի միջազգային գիտաժողովի, դա պետք է հասկանալ, որ այնտեղ մասնակցում էին բնականաբար այդ 5 երկրներից Կենտրոնական Ասիայի բոլոր ներկայացուցիչները, եւ շատ կարեւոր էր, որովհետեւ այդ քննարկումը հաջորդեց նախագահ Տրամփի կողմից այս 5 նախագահների ընդունելությանը, հաջորդեց եւ դրանից հետո տեղի ունեցավ Ղազախստանի նախագահի այցը Մոսկվա եւ մեր վարչապետի այցը Ղազախստան, գրեթե նույն օրերին ժամանակահատվածում եւ Ալիևի մասնակցությունը այդ 5 երկրների ֆորմատին եւ ըստ էության նրա միացումը այդ ֆորմատին եւ փաստորեն մենք պիտի արձանագրենք այստեղ շատ հետաքրքիր մի իրողություն։ Կենտրոնական Ասիայի 5 երկրները առաջին անգամ ստեղծել են ֆորմատ, որում չկա Ռուսաստանը։ Հասկանում ես։ Ավելին, այդ ֆորմատին միանում է արդեն որպես լիիրավ անդամ, ու գոնե կոնսուլտատիվ այդ համաժողովի լիիրավ անդամ է նախագահ Ալիևը իր Ադրբեջանով։ Ավելին, մենք տեսանք ինչպիսի փառահեղ ընդունելության արժանացավ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանում։ Ես տեսնում եմ այդ հնարավորությունը, որ նաև Հայաստանը կմիանա ինչ որ ժամանակահատված հետո կմիանա այդ ֆորմատին, այն ֆորմատին, որտեղ նույնպես չկա Ռուսաստանը, այսինքն Ռուսաստանը չկա Կենտրոնական Ասիայի 5 երկրների ուրեմն այդ կոնտեքստում, այդ ֆորմատում եւ չի լինի նաեւ ընդլայնված ֆորմատում, որովհետեւ առաջին անգամ Փաշինյանի այցի ժամանակ Ղազախստան մենք լսեցինք ընդլայնված ֆորմատ հասկացության մասին։ 1. Երկրորդը մենք շատ կարևոր բան լսեցինք, մենք Ղազախստանի նախագահի շուրթերից լսեցինք մեր ներքին օրակարգի ուրեմն ընդունում հաստատում եւ ըստ էության իրական Հայաստանի գաղափարը միջազգայնացվեց, հասկանում ես, որովհետև նախագահ Տոկաևը խոսում էր մեր ներքին օրակարգ հանդիսացող իրական Հայաստան գաղափարախոսության մասին, որպես մի գաղափարախոսություն, որը փոխում է տարածաշրջանը եւ փոխում է աշխարհը։ Հասկանում ես, սա նույնպես նոր երևույթ էր, սա նույնպես պիտի մենք անպայման ուշադիր լինենք, որովհետև եթե մենք մինչև այժմ լոկալ քննարկումների մեջ էինք ներսում Հայաստանի, մենք պիտի այլևս հասկանանք, որ այս օրակարգը դուրս եկավ միջազգային տիրույթ։ Եվ երրորդ արձանագրումը, որ ես այդ այցի կապակցությամբ կանեի, կայանում է նրանում, որ Տոկաևը միանշանակորեն ցուցադրեց ի ցույց աշխարհի, որ ինքը իր անունից չէր խոսում միայն, չէ, ինքը խոսում էր ինչ որ անպայման եւ այդ շքանշանը, որին արժանացավ Նիկոլ Փաշինյանը, իմ կարծիքով նույնպես այո ընդունվել էր սուվերեն Ղազախստանի կողմից, բայց իմ կարծիքով համաձայնացվել էր տարածաշրջանի խաղացողների հետ եւ փաստորեն այդ ժեստը նշանակում է, որ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ այդ միջազգային խաղացողները հարցերը պատրաստ են քննարկել Փաշինյանի հետ եւ միայն Փաշինյանի հետ։ Առանց Մոսկվայի նկատի ունենք։ Առանց որևէ մեկի նաեւ Հայաստանի ներսում նկատի ունեմ, ոչ միայն առանց Մոսկվայի։ Այսինքն դրանով իսկ հստակ մեզ ազդակ ուղարկվեց ոչ միայն մեզ նաեւ աշխարհին, որ այո, մենք ընդունում ենք այս գաղափարախոսությունը եւ հետագայում խաղաղության օրակարգի շուրջ, Թրամփի ճանապարհի շուրջ որովհետև սա շատ կարևոր է նույնպես, որովհետև Թրամփի ճանապարհի շուրջ խոսակցություն տեղի ունեցավ այդ հնգյակի եւ Թրամփի հանդիպման ժամանակ, երբ երկու նախագահներ Ղազախստանի եւ Ուզբեկստանի նախագահները ուղղակի ողջունեցին Թրամփի ճանապարհը եւ ասացին, որ դա իրենց համար խիստ կարևոր բան է, իսկ Ղազախստանի նախագահը ընդհանրապես թույլ տվեց իրեն մի արտահայտություն, որ ասես դա աշխարհի կարևորագույն կետերից մեկն է։ Հասկանում ես, Թրամփի ճանապարհը աշխարհի կարևորագույն կետերից մեկն է ըստ Ղազախստանի նախագահի։ Այսինքն այս ամեն ինչը նաև ազդակ է մեզ բոլորիս եւ աշխարհին, որ այո, աշխարհը այսօր պատրաստ է այդ օրակարգով շարժվել, պատրաստ է պաշտպանել այդ օրակարգը եւ պատրաստ է այդ օրակարգի շուրջ խոսել Փաշինյանի հետ եւ միայն Փաշինյանի հետ։ Սա ես ուզում եմ որպեսզի մենք արձանագրենք, այսինքն կընդունենք, չենք ընդունի, կուզենք դա չէ, բայց չենք ուզի, բայց սա արդեն փաստ է, որը ես այսօր արձանագրում եմ։ Իսկ աշխարհը պատրաստ է Ալիևի հետ էլ խոսել դրա մասին, որտեղ որ այդ օրակարգը ավելի հանգիստ գնա, մենք պետք է գերիներ հետ ստանանք, Ադրբեջանը պետք է դադարի մեզ սպառնալ պատերազմով,
պիտի դադարի աշխարհագրական էքսպանսիան իր քարտեզագրական էքսպանսիան, այսինքն արդյոք իրանք պատրաստ են մարդուն ասել, որ սա աշխարհի ամենակարևոր կետն է, որ կարելի է դու հանգիստ քեզ պահես, ոնց որ կարևոր կետում անխափանել մի ամեն ինչ։ Հա, ես կարծում եմ, որ մասամբ այո, բնականաբար, որովհետև շահագրգռվածների քանակը ավելանում է եւ դա միայն մեր օգտին է խոսում, այսինքն Թրամփի ուղու մեջ արդեն շահագրգիռ կողմ են ոչ միայն Ադրբեջանը եւ Թուրքիան, նաեւ առաջացավ գոնե վերբալ, այո, այսօր առաջացավ Ղազախստանը, առաջացավ Ուզբեկստանը եւ դա մեր օգտին է, բայց ես ուզում եմ ասել, որ Ալիևի հետ բանակցությունը եւ խոսակցությունը առաջին հերթին դա մեր խնդիրն է։ Դա մեր խնդիրն է եւ ոչ թե առաջին հերթին ոմանց խնդիրը նաեւ որոնք որ շահագրգիռ են։ Իսկ մեր խնդիրն է, տես, մենք արձանագրում ենք այն փաստը, որ մեր Արցախի ժողովուրդը 120 թե 150 հազարանոց որոնցից իդեպ մոտ 20,000-ն է, ինչքան ես հասկանում եմ այս պահի դրությամբ որոշում կայացրել դառնալ Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացիներ, որը նույնպես մտահոգիչ է, որովհետև այսինքն մոտ 100,000 արցախցի այսօր գերադասում են լինել եւ մնալ փախստականի կարգավիճակով, քան թե ստանալ լիարժեք քաղաքացիություն Հայաստանի Հանրապետության եւ ծառայել Հայաստանի Հանրապետությանը։ Սա մտահոգիչ է ինձ համար։ Այսինքն սա նշանակում է, որ մենք դեռևս Հայաստանի Հանրապետությունում չենք ստեղծել մեր անձնագիրը կրողների համար բավարար չափով կոմֆորտային իրավիճակ, որ ցանկացած մեկը երազեր ուղղակի այդ կարգավիճակը ստանալ, ներառյալ եւ առաջին հերթին արցախցիների։ Բայց տես, նրանք այո, լքեցին Արցախը մեծ ցավով, դա մեր ամբողջ ազգային ցավն է եւ ողբը, բայց պիտի հասկանանք, որ մենք այսինքն նրանք վերադառնալու ուրեմն ոչ թե հնարավորություն չունեն, նրանք հոգեբանորեն վերադառնալու անկարողություն ունեն, որովհետև հնարավոր չէ, 3 սերունդ է անցել առնվազն, նրանք ապրել են լրիվ այլ կոորդինատներում, լրիվ այլ համակարգերում եւ վերադառնալ Ադրբեջանի լծի ներքո այն պարագայում, երբ 88 թվականին այդ շարժումը սկսվեց հենց Ադրբեջանի լծից ազատվելու համար, սա ուղղակի անհնար է, սա հոգեբանորեն է անհնար, այսինքն մենք չպետք է մեղադրենք նաեւ այդ մարդկանց, որ տեսեք հիմա ադրբեջանցիներ ուզում են գան եւ ասում են, որ կարող են գալ, բայց մենք ոնց որ թե ասում ենք, որ չէ։ Կարող են գալ, բայց պարոն Դարբին, հիմա կարող են գալ, թե չեն կարող գալ, դա էլ արդեն մեր խնդիրն է։ Այսինքն հիմա տես ասվում է, որ բանը Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը կվերադառնա։ Անպայման ասել, անպայման։ Հա, անպայման կվերադառնա, ճիշտ է։ Դա նշանակում է, որ այսինքն նա ուզում էր ասել, որ Տիգրանակերտը կհանձնվի, օրինակ, հա։ Չէ, ֆիքսենք, որտեվ սա բոլորը չեն, որ հասկանում են թարգմանությունը։ Սիրելի ռադիոլսողներ, ես համաձայն եմ պարոն Դարբինյանի թարգմանության հետ, այսինքն երբ Հայաստանի վարչապետն ասում է, որ Արցվաշենը կվերադառնա, դա նշանակում է, որ Տիգրանակերտը, որը որ ամենակարևոր արտերիայի վրա է կանգնած լոգիստիկ, մենք տալու ենք Ադրբեջանին։ Այո, դա բացարձակ այդպես է, բայց հիմա մենք որ ասում ենք Արցվաշենը մենք անպայման կվերադարձնենք, մենք պետք է նաև մոդելը ներկայացնենք, ինչպես եւ ինչպես ենք մենք տեսնում օրինակ Արցվաշենի վերաբնակեցումը, ինչպես ենք մենք տեսնում Արցվաշենի ուրեմն ընդհանուր ֆունկցիոնալը մեր ուրեմն ընդհանուր տարածքի մեջ, ինչպեսի դերակատարում ենք մենք տալիս Արցվաշենին, օրինակ որպեսզի, այսինքն մենք պիտի խնդիրներ դնենք, որոնք մտահոգ են Ադրբեջանին, ասենք այո, մենք Արցվաշենը վերադարձնելու ենք եւ օրինակ այնտեղ ստեղծելու ենք ուրանի համար, ուրեմն բան, ուրանի դամբարաններ, հասկանում ես, թող սկսեն ատոմային գերեզմանոց, այո, նրանք մեծ հաշվով իրավունք չունեն դա վիճարկելու, հա, այսինքն խնդիրներ դնենք, որոնք բանը դրդեն Ադրբեջանին հրաժարվելու իրենց, ասենք, այս սցենարից եւ գնան եւ համաձայնվեն փոխանակման սցենարի հետ։ Չէ, որովհետև մենք դա ասում ենք Արցվաշենը կվերադարձնենք, բայց չենք ասում, մենք ինչ ենք տեսնում, այսինքն ինչ պիտի լինի Արցվաշենը, կամ մենք կարող այնտեղ ասենք ինչ-որ բազա ենք ստեղծում, չգիտեմ ինչ բազա, լինի դա ռազմական բազա, լինի դա ասենք տարբեր տեսակի արդեն լրտեսական ծառայություններ պատրաստող բազա ենք ստեղծում ու չենք ասում ինչ բազա։ Մենք պիտի պրոբլեմ ստեղծենք, մենք պիտի պրոբլեմ մտածենք, մենք պիտի ասենք, գիտես չկա, հա, հիմա մենք Արցվաշենը իհարկե կվերցնենք, բայց մենք ենթադրում ենք, որ մենք այնտեղ պիտի ունենանք այնպես շատ լուրջ
ուրեմն հզորությամբ ես չգիտեմ ինչ, կամ այդ շրջիկ ատոմակայաններից մեկը մենք ընդեղ ենք տանելու դնենք, հասկանում ես, որ ամերիկացիներից վերցնելու ենք, մենք տանելու ենք դնենք Արցախաշրջան։ Մենք պիտի մտահոգիչ բաներ առաջարկենք, որ ասենք համաձայնությունը, եթե մեր ազգային շահը իսկ կարծես թե հասարակական գիտակցության մեջ կա այդ թեզը, որ ազգային շահը կայանում է նրանում, որ մենք գնանք փոխանակման Արցախաշրջանը հանձնենք, բայց պահենք մեր ուրեմն եւ ոսկեպարը պահենք եւ Տիգրանակերտը։ Հիմա դա մեզանից է ավելի շատ կախված մեր բանակցային հնարավորություններից, մեր հետևողականությունից, այո, նաև միջազգային պարտներների հետ մեր էֆեկտիվ գործունեությունից եւ համաձայնություններից ավելի շատ մենք մեր վրա սլաքը ուղենք, քան թե մեր պարտներների, բայց բնական է, որ ներգրավումը ցանկացած նոր երկրի մեզ համար առավելագույնս նպաստավոր է եւ ես ուրախ եմ դրա համար։ Հիմա վերադառնամ ես իմ տպավորություններին Ուզբեկստանից եւ այդ 5 երկրներից, ես պիտի ասեմ, որ մեծ բավականություն ստացա եւ մեծ քանակով ու ծավալով ինֆորմացիա կարողացա ձեռք բերել, թե ինչ է կատարվում այդ երկրներում։ Շատ մեծ հիասթափություն եմ ապրում, որ մեր երկիրը որևէ կապ չունի այդ տարածաշրջանի հետ, այո, որպեսզի ես հասնեի, ասենք թե Տաշկենտ, Ուզբեկստան, ես պիտի գնայի հասնեի Թբիլիսի օդանավակայան, այնտեղից կա ուղիղ չվերթ։ Մենք որևէ ուղիղ չվերթ Կենտրոնական Ասիայի որևէ երկրի հետ, որևէ քաղաքի հետ չունենք։ Սա խայտարակություն է, ըստ իս, հա, որովհետև եթե մենք հիմա առաջնայնություն ենք ֆիքսում, ուղղակի խայտարակություն է, որ մենք այդ տարածքի հետ կապ չունենք։ Կապ չունենք, կարծում եմ այն բանի պատճառով, որ մենք թեկուզ եւ այդ հապկի եւ այլ ֆորմատների մեջ մենք առաջին հերթին տեսել ենք Ռուսաստանը, մենք չենք տեսել այլոց, հասկանում ես, մենք չենք տեսել, մենք այդ հարաբերությունները չենք ստեղծել, իսկ մենք մեր հարաբերությունները կունենային հզոր, պատմական եւ մշակութային հենք, որովհետեւ այդ երկրներում, թե Ղազախստանում, թե ցանկացած Կենտրոնական Ասիայի երկրներում այսօր էլ կան լավագույն հայեր, այսօր էլ կա մեր սփյուռքը այնտեղ, որը շատ լավ համբավ ունի, շատ հարգանքով են վերաբերվում մեզ, հայերին ընդունում եւ ընկալում են խոնարհաբար, որպես լավագույն բարեկամների, եղբայրաբար, հասկանում ես, իսկ մեր մոտ կարծես թե այն բան կար, պրոպագանդիստական ինչ-որ մի այդպիսի շերտ կար, որ միջինասիական պետությունները, երկրները, դրանք թյուրքական երկրներ են, դրանք թուրքական շահը տարածելու եւ ուրեմն անցկացնելու համար են եւ մեր դեմ են եւ որովհետեւ մեր դեմ են աշխատել նաեւ հապկում եւ այլն, գիտես, շատ բազմաշերտ է։ Թյուրքական շահը այո կա, բայց դա միայնակը չի։ Միայնակ շահը չի, ասենք նույն ուզբեկները համարելով իրենց այո թյուրքական ծագում ունեցող երկիր, նրանք այսօր լավագույն նրանց էլիտան եռալեզու է, հասկանում ես, նրանք գիտեն եւ թուրքերեն, ոչ թե գիտեն, տիրապետում են եւ ռուսերեն եւ անգլերեն։ Ես պիտի ասեմ, որ այդ իմաստով մենք զիջում ենք, որովհետեւ ես շատ դժվարությամբ կարող եմ 5 հոգի նշել Հայաստանի գիտական թե քաղաքական էլիտայից, որոնք տիրապետում են միաժամանակ 3 լեզվի։ Գիտենալը քիչ է, հա, խլեբ, վադա եւ այլն, դա ոչ կենցաղային մակարդակով է։ Տիրապետել նշանակում է քաղաքական բանակցություններ վարել, նշանակում է գիտական հետազոտություններ անել եւ այլն։ Ես տեսնում եմ, ասենք, եւ ուզբեկները եւ ղազախները այսօր եռալեզու երկիր են, նրանց, ասենք, գրագետ կրթված։ Իրանց բայց լեզուն թուրքերենին նման է, պարոն Դարբինյան, այդ նմանությունն էլ է բան փոխում, էլի, այսինքն։ Շատ լավ նման է, բայց ասենք միանշանակ չի, եւ այսինքն այո, նրանք բայց թուրքերեն, նորից եմ ասում, իրենց ինքնության որոշ մասը, միգուցե որոշիչ մասը, ինչ որ մասը, ասենք, այսպես չի ասի որոշիչ, քննարկելու թեմա է։ Այո, թուրքական երկիր լինելն է, բայց նրանք նաեւ հետսովետական երկիր են, հասկանում ես, նրանք նաեւ այդ տարածաշրջանում դերակատարում ունեցող սոցիում են, հասկանում ես, որոնց շահագրգռվածությունը կարող է տարբերվել Թուրքիայից, հասկանում ես, նրանք երկրներ են, որոնք սահմանակցում են նաև Չինաստանի հետ եւ այդտեղ կա առանձին շահը, որը առանձին է Թուրքիայից, նրանք ունեն պատմականորեն Ռուսաստանի հետ հարաբերություններ, որոնք նրանք պահպանում են, փորձում են շարունակել,
եւ ես պիտի ասեմ, որ դա շատ մեծ հաջողությամբ իրենց հաջողվում է։ Իհարկե այդ երկրների մեջ կան նրանք, ովքեր բալանսավորված քաղաքականություն են վարում եւ կան լիդերներ, ասենք Ղազախստանը եւ Ուզբեկստանը ակնհայտ լիդերներն են։ Օրինակ Կырգызստանը միանշանակորեն դեռևս ռուսական ծիրի մեջ է, այդպես կարող եմ ասել։ Թուրքմենստանը, որը ազատվեց ռուսական, այսպես ասած, բանից ազդեցությունից, ինչու, որովհետև չինական փողերով, Չինաստանով իրենք կառուցեցին նոր գազամուղեր եւ ամբողջապես անցան չինական տիրույթ, ասենք, Թուրքմենստանը ամբողջապես չինական տիրույթի մեջ է, բայց Ղազախստանը, Ուզբեկստանը բավական լուրջ կերպով բալանսավորում են իրենց քաղաքականությունը, այդ նույն ճանապարհի վրա է գտնվում Տաջիկստանը այսօր, եւ պիտի ասեմ, որ Տաջիկստանը միակ երկիրն է, որը թուրքական այդ համաստեղության մեջ չի տեղավորվում, նրանք ֆարսի են, այո, ֆարսիկներին ավելի մոտ են, քան ինչ-որ այլ մեկի։ Եվ ուրեմն այս հնգյակը թուրքական, գոնե այդ մասով թուրքական չի, եւ իրենք չեն շեշտադրում իրենց թուրքական լինելը, իրենք յուրաքանչյուրը շեշտադրում են որպես կարևորագույն էլեմենտ կենտրոնական Ասիայի այդ տարածաշրջանում եւ իմ կարծիքով մեր աշխատանքները այդտեղ խիստ թերացված են, որովհետեւ ոչ միայն մենք կապ չունենք, ասենք, օդանավակայանի, այսինքն օդային կապ չունենք, դեսպանատուն չունենք, հասկանում ես, ասենք, Ուզբեկստանում պարտադիր կերպով պիտի բացվի դեսպանատուն, մենք պիտի կարողանանք ուրեմն այդ տարածաշրջանի հետ առավել եւս երբ որ մենք խոսում ենք ընդլայնված տարածաշրջանի մասին առանձին վերցրած բոլոր երկրների հետ առանձին հարաբերություններ ստեղծել եւ այդ հնգյակի հետ շատ ավելի լուրջ իրավիճակներ տնտեսական շահը օգտագործել, հասկանում ես, նրանք յուրաքանչյուրը օրինակ եւ Ղազախստանը եւ Ուզբեկստանը եւ Տաջիկստանը Նախագահ Թրամփին առանձին ներկայացրեցին իրենց բարեմասնությունները, թե ինչով կարող են նրանք հրապուրիչ լինել Միացյալ Նահանգների համար, ինվեստիցիոն տեսանկյունից, քաղաքական տեսանկյունից, ռազմավարական տեսանկյունից եւ այլն։ Եվ դա հարուստ ռեգիոն է, նաեւ իրենց միներալներով եւ Միացյալ Նահանգները միանշանակ շահագրգիռ են այդտեղ, ասենք Վոլֆրամ կա Ղազախստանում, որը աշխարհի համար բացարձակ հազվագյուտ եւ շատ կարեւոր մետաղ է։ Ղազախստանը առաջի տեղն է գրավում ուրանի, ուրեմն պաշարներով, նույնպես շատ մեծ շահագրգռվածություն կա։ Տաջիկստանը, հասկանում ես, տաջիկական ավիաուղիները Boeing-ի հետ $3 միլիարդ պայմանագիր ունեն, որով նորագույն Boeing-ներ են ստանում եւ ամոթ մեզ, հասկանում ես, ամոթ մեզ նաեւ որ Տաշկենտից Նյու Յորք ուղիղ չվերթ կա ուզբեկական ավիաուղիների, հասկանում ես։ Մենք Երևան Լոս Անջելեսը, չէ՞ որ տենց չէ, ամոթ է, չէ։ Չենք կարում, ամոթ է, չէ, ինչու է ամոթ, որովհետեւ անձնական շահը գերակայել է հանրային շահի նկատմամբ եւ ամոթ է ուղղակի մեզ մի առժամանակ անց այսինքն մենք այդ ազատ լիբերալ այսպես ասած դաշտ ենք ստեղծել, որով ուզում է թող գա թռնի մեզ համար մեկը եւ այլն, մեզ պետք չի ազգային փոխադրող տապալվեց այդ գաղափարը, հետո մի հատ էլ ազգային փոխադրող եղավ, այդ էլ տապալվեց, բանկրոտ եղավ։ Բայց Դավիթ ջան, տապալվեց, մենք պիտի ընդունենք, որ տապալվեց, մենք պիտի հնարավորին չափ պատժենք մեղավորներին, բայց մենք պիտի չհրաժարվենք այդ գաղափարից։ Ազգային փոխադրող է մեզ պետք, մենք տուպիկում գտնվող երկիր ենք եղել եւ մնացել ենք մինչեւ այժմ, հասկանում ես։ Մեր օդանավակայանը շատ ավելի բարձր տարիֆներով է աշխատում, քան նույն Թբիլիսի օդանավակայանը։ Դա է պատճառը, որ ստիպված գնում ենք Թբիլիսի, այնտեղից ենք թռնում։ Ազգային փոխադրողը մեզ ուղղակի օդի ու ջրի պես անհրաժեշտ է։ Դրանք բոլոր այդ երկրները ուզբեկական ավիաուղիները նորից եմ կրկնում, թռնում են, հասկանում ես, նրանք իրենց ազգային շահն են սպասարկում, իրենց ժողովրդին են սպասարկում։ Մենք ինչ ենք անում, մենք փորձում ենք, ասենք, տուրիստական երկիր մեզ դրսևորել, բայց Երևան ժամանող ինքնաթիռները հիմնականում գիշերվա կեսին են գալիս ժամանում։ Տուրիստի համար դա սարսափելի մեծ ստրես է։ Հասկանում ես, այդ գիշերվա կեսին նա ժամանում է, նրան հյուրանոցը չի ընդունում, որպեսզի նա հյուրանոց ուրեմն վարձի, նա պիտի մի օր շուտ, այսինքն ավել փող ծախսի, ավել ժամանակ ծախսի։ Երկու օր ուշքի գա, ինչեւ ասենք, հետո այդ ուշքի գալուց հետո մի հատ էլ գիշերը պիտի թռնի խայտարակ է, չէ՞, վիճակը։ Այսինքն դա ուղղակի անթույլատրելի է, սեփական ժողովրդի նկատմամբ ուղղակի կամահարանական եւ շատ վիրավորական վերաբերմունք է, որը ես չեմ տեսնում,
կենտրոնական Ասիայում։ Այնտեղ եւ իրար նկատմամբ են խոնարհաբար վերաբերվում եւ պետության նկատմամբ եւ պետությունը նույնպես թույլ չի տալիս որպեսզի ժողովուրդը այդպես տառապի։ Ես չեմ տեսել գիշերային չվերթներ ոչ Ուզբեկստանում, ոչ Դուշանբեում, հասկանաս, ոչ Տաջիկստանում։ Դե մենք պիտի շատ հետևողական լինենք այս հարցերը լուծելու մեջ։ Արդեն ասացի, որ շատ կարևոր այց էր Փաշինյանի այցը, մեկ անգամ եւս կրկնեմ 3 կարևորագույն իմ կարծիքով եզրակացություններ, որոնք մենք պիտի անենք։ Առաջինը, որ հնարավորություն կա եւ առաջին անգամ մեր օրակարգը եւ խաղաղասիրական օրակարգը եւ գաղափարախոսությունը առաջին անգամ միջազգայնացվեց։ Երկրորդը, որ առաջին անգամ խոսվեց ընդլայնված ռեգիոնի մասին, այսինքն Կովկաս եւ կենտրոնական Ասիա, չնայած ես միշտ կողմնակից եմ եղել, որ մենք խոսենք ցանկացած ֆորմատի մասին, որը մերն է, հա, Կովկասն էլ է մերը, բանն էլ է մերը, կենտրոնական Ասիան էլ է մերը, միջին արևելքն էլ է մերը, արևմուտքն էլ է մերը, հասկանում ես, որովհետեւ մենք քրիստոնեական այնուամենայնիվ ցիվիլիզացիոն արժեքների կրողն ենք։ Եվ այո, խաղաղության շուրջ աշխարհը պատրաստ է խոսել Փաշինյանի հետ եւ ինչպես ցույց են տալիս մեզ միայն Փաշինյանի հետ։ Հետևյալի վրա ուշադրություն դարձրեցի Ղազախստանը իր ներկայացման ժամանակ եւ դա ես նկատել եմ նաեւ Հունգարիայի ներկայացման ժամանակ հունգարական բանակցությունները, որ անցան Թրամփի հետ, շեշտադրումը կատարվում էր, որ Հունգարիան ծովի ելք չունեցող երկիր է եւ նրան պետք է օգնել։ Եվ Թրամփը օգնեց, հասկանում ես, շատ հետաքրքիր էր, որ մենակ դրա համար, Թրամփը հանեց, այսինքն դա այդ արգումենտը ի թիվս այլ արգումենտների աշխատող արգումենտ է։ Ղազախստանը նույն արգումենտն է բերում բանակցություններում եւ ցանկացած տիրույթում, որ ծովից զրկված ենք եւ ուրեմն մեզ դուք պիտի նպաստեք, մեզ պիտի ընդառաջ գնաք եւ մեզ պիտի օգնեք դուրս գալ այդ ինչ որ խնդիր լուծել եւ այլն։ Հիմա մենք ծովից զուրկ կարևորագույն երկիրն ենք այս տարածաշրջանում եւ մենք պիտի դա ոնց որ թե առաջ տանենք այդ գաղափարախոսությունը եւ առանձին մի այդպիսի համաժողով կա այդ երկրների, որոնք նաեւ ՄԱԿ-ի շրջանակներում ունեն իրենց կառույցը եւ այդ շրջանակներում արդեն համաշխարհային մակարդակով կարելի է բարձրացնել եւ լուծել խնդիրները, որոնք կանգնած են այս մեր ինչ-որ կոնվենցիաներ կան, չէ՞, որ մոտակացով ունեցող երկիրը պիտի արտոնություններ տա պորտից օգտվելու եւ այլն։ Այո, պարտավորություն կա, նույն Թուրքիան այսօր այդ կոնվենցիաներով պարտավորություն ունի մեզ թույլատրել եւ ճանապարհ տալ եւ այդ ճանապարհը պիտի լինի ոչ դիսկրիմինացիոն։ Հասկանում ես, բայց իմ կարծիքով մենք բավարար չափով սրա վրա ուշադրություն չենք դարձնում եւ չենք լուծում այդ խնդիրը, իսկ Հունգարիան այո ստացավ այսպես ասած մասանում սանկցիաների ծրագրերից, որտեղ ամբողջ աշխարհին Թրամփը սանկցիաների է ենթարկում, եթե նրանք գործարքի են գնում ռուսական նավթի եւ գազի գնման մեջ, բայց Հունգարիան դուրս եկավ այդ բանից։ Ինձ դուր եկավ շվեյցարական մոտեցումը Թրամփի հետ աշխատանքների եւ ես անալոգիաներ բերեցի իմ սեփական ուրեմն ուսանողական փորձից։ Շվեյցարացիները Թրամփը շատ դաժան 35%-անոց տարիֆներ էր դրել շվեյցարացիների վրա եւ Շվեյցարիայի ամբողջ տնտեսությունը կատվածար վիճակում էր մի քանի ամիս։ Հիմա ինչ արեցին շվեյցարացիները, ասենք Rolex-ի պրեզիդենտը, բանկային համակարգի կարկառուն ներկայացուցիչները նվերներով ոսկյա ձուլակտորային տարե հասկանում ես մի կիլոյանոց եւ ասենք Rolex ժամացույցային տարեբան մի խոսքով սրանք գնացել Թրամփի հետ հանդիպման արդյունքներում հասան նրան որ տարիֆները գնացել էին հարց լուծելու հարց լուծեցին հետ եկան հասկանում ես ես հիշեցի որ սովետական ժամանակահատվածում ես պես ուսանող էի Մոսկվայում երջանկայի շատակ Ֆադեյ Տաճատիչը ուրեմն սովետական եւ ռուսական ցանկացած տոնի կապակցությամբ արկղեր էր ուղարկում Ֆադեյ Տաճատիչ Սարգսյանը Դեմիրճյանի հետ իհարկե համաձայնեցված եւ ես որպես ուսանողական հանրության ուրեմն այդպես ակտիվիստներից մեկը եւ կառավարիչներից մեկը մեր ուրեմն այդ հասցեներ ունենք կոնկրետ հասկանում ես Գոսպլանի նախագահի տեղակալ, Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալներ եւ այլ
հարցեր էին լուծվում, հասկանում ես, հիմա դու մտածում ես, ասենք երիտասարդ եք, երևի բանը չեք պատկերացնում, որ ասենք Երևանում մետրոն կառուցվել է այդ եղանակներով, ասենք այդ փողերով է կառուցվել, այդ ուրեմն այդ արկղերը, որ մենք գրում էինք, ասենք վերև էինք բարձրացնում այդ մարդկանց տները, հասկանում ես, նրանք մեծ հաճույքով ընդունում են։ Այո։ Չեմ դրանք միայն ասիական բարքեր չեն, ինչպես մեզ թվում էր։ Պարզվում է, որ այո։ Շվեյցարացիները ոսկեով գնում են եւ հարց են լուծում Տրամփի հետ, հիմա մենք միշտ բան ենք նախատինքով ենք վերաբերվում, ասում ենք Ադրբեջանը, ասենք Սևիկրա է տանում տալիս եւ այլն, դե հիմա ասենք աշխատում է այդ անտերը, եւ մենք տեսանք, որ աշխատում է, չէ, ասենք միջազգային քաղաքականության մեջ ամեն պարագայում դա կարելի է վերագրել մեր արևելյան ծագմանը։ Մեր մոտ տենց է ընդունված։ Այդպես է ընդունված, եղբայր, դա բան չի, օրինազանցություն չի եւ այլն, այսինքն պետք է փորձել օգտագործել ցանկացած հնարավորություն մեր խնդիրը լուծելու համար։ Մենք այս երկու շաբաթվա ընթացքում բաց թողեցինք մի շարք կարևոր բաներ, որոնք որ իրադարձություններ, որոնց անպայման կանդրադառնանք հետագայում նաև Բաքվում ամսի 10-ին շքերթ էր, նոյեմբերի 10-ին այդ հաղթական շքերթը, որին արդեն անթաքույց մասնակցեցին Թուրքիայի եւ Պակիստանի ղեկավարները եւ փաստորեն ամբողջ աշխարհին ցույց դրվեց, որ դա արդեն այդպես երրակողմ ռազմական դաշինք է, որտեղ այդ զորահանդեսում թուրքական ինքնաթիռներ F-16-եր, թուրքական բանակի ինքնաթիռները, Պակիստանի զորախումբներ այնտեղ մասնակցում եւ այլն, այսինքն մենք պիտի արդեն հաշվի առնենք, որ գոյություն է այս ռազմական դաշինքը, հասկանում ես, եւ դա նորից ի ցույց դնենք Ռուսաստանին, որը որ ինչ որ մի պահ համարեց, որ Ադրբեջանը իրենց ստրատեգիական դաշնակիցն է, հասկանում ես, մենք ամբողջ կյանքում գիտենք, որ այս տարածաշրջանում մենակ մենք ենք, աշխարհում էլ ոնց որ մենակ մենք ենք Ռուսաստանի ստրատեգիական դաշնակիցը։ Սահուն կերպով վերջին 5-6 տարիների ընթացքում մինչև պատերազմ 15-16 թվականից սկսած, ստացվեց մենք հայտնվեցինք մի իրողության մեջ, որ պարզվում է, որ այս տարածաշրջանում երկու ստրատեգիական դաշնակից կա, եւ այդ պատճառով Ռուսաստանը ուրեմն դաշնակցից վերաճեց եւ դարձավ ուղղակի միջնորդ, հասկանում ես, հիմա վերջում Ռուսաստանը պարզվում է մնաց առանց դաշնակից տարածաշրջանում, վերջում մնաց առանց դաշնակից, իսկ ռազմական դաշինքը Թուրքիայի եւ Պակիստանի հետ է այդ մարդկանց, հասկանում ես, հիմա մենք սա պիտի շեշտենք, ես նկատեցի, որ մասնակցեցին այնտեղ Սերբիայի ղեկավարը, Սերբիայից կարծեմ գլխավոր շտաբի պետներ եւ Սլովակիայից նույնպես ռազմական ներկայացուցիչներ, պիտի ասեմ, որ սա եւս մեզ համար ցուցիչ է, որ կա Սլովակիան առնվազն Եվրոմիության երկիր է, որը առավել կոնսերվատիվ դրսևորում է այսօր ներկայացնում եւ ներկայ է գտնվում այդ շքերթին։ Մեզ համար դա պիտի նույնպես ցուցիչ լինի, հաշվի առնենք, Սլովակիայի մասին մենք հետագայում կխոսենք երևի, մեր ժամանակը կարծես թե արդեն գալիս է դեպի սպառում։ Մի փոքր ունենք, բայց ես մի հարց ուզում եի քննարկենք ամեն դեպքում, շատ կարճ, որտեղ 2-3 րոպե ունենք։ 24 եւ 28 կետանոց առաջարկներ ուկրաինական կոնֆլիկտի հետ կապված, ոնց է կարծում, հույս կա, որ պատերազմը կավարտվի։ Ես տեսնում եմ, որ Տրամփը բավական ճնշողական է տրամադրված Ուկրաինայի նկատմամբ, իսկ Ուկրաինային առանձնապես մեծ ընտրություն չի տրված հիմա։ Եվրոպական ուժերը կփորձեն ինչ-որ չափով մեղմել այն պարտավորությունները, որոնք դրված են Ուկրաինայի վրա, եւ միգուցե հետաձգել ինչ-որ չափով այդ իրավիճակի հանգուցալուծում, բայց չեմ կարծում, որ ռեսուրսը շատ է հրաժարվելու կամ հետաձգելու ռեսուրսը այդքան շատ չէ։ Ամեն դեպքում հասկանում ես տարածքներից հրաժարում սուվերենիտետի դիմաց այդ ֆորմուլան դա Ֆինլանդիայի դեպքում աշխատել է։ Հիմա այդ օրինակը նույն Ֆինլանդիայի նախագահ Ստուբը բերում է ուկրաինացիներին, ասում է, տեսեք, մենք հրաժարվեցինք ժամանակին Սովետական Միությունը, հանձնեցինք Սովետական Միությանը մեր սուվերեն տարածքներից, այո, մի քանիսը, բայց դրա դիմաց մենք մեր սուվերենությունը ուժեղացրեցինք եւ կարողացանք ստեղծել բարեկեցիկ հասարակարգ եւ երկիր, որը այսօր արդեն եվրոպական երկրների մեջ իր արժեհամակարգով եւ իր մակարդակով
իր կյանքի որակով եւ կրթվածությամբ հասարակության լավագույններից մեկն է, այսինքն այս ֆորմուլան փորձում են ուկրաինացիներին ներկայացնել, եթե դրա դիմաց Միացյալ Նահանգները Ուկրաինային արդեն սուվերեն Ուկրաինային տան երաշխիքներ անվտանգության, այնպիսին ինչպիսիք գրված է ՆԱՏՕ-ի այդ 5-րդ կետում, որ ոչ ՆԱՏՕ-ի երկիր է, բայց ունի ուրեմն ամբողջական Միացյալ Նահանգների աջակցությունը, ես կարծում եմ, որ կստիպեն Զելենսկուն գալ համաձայնության, իսկ Զելենսկին էլ այս վերջի կոռուպցիոն բաներ կան, սկանդալներ կան, այնքան ուժեղ դիրքեր չունի, դիրքերն էլ թուլացած են, իմ կարծիքով կգնան համաձայնության, բայց սա լինելու է Եվրոպայի համար շատ մեծ իմ կարծիքով հարված, հենց Եվրոպայի համար, միասնական Եվրոպայի եւ Եվրոպայի համար լինելու է մեծ հարված, ես չեմ կարծում, որ Եվրոպայի կարևոր երկրների հետ Ռուսաստանի հարաբերությունները հնարավոր կլինի շտկել տեսանելի ապագայում, ես տեսնում եմ այնտեղ բավական կոնֆլիկտային իրավիճակ, որը շարունակվելու է, այլ բան է Միացյալ Նահանգների ուրեմն դիրքորոշումը, նրանք փորձելու են Ռուսաստանը նորից բերել համաշխարհային G8-ի դաշտ, տեսնենք ինչպես դա ամեն դեպքում ինչով դա կավարտվի, ամեն դեպքում կարծում եմ, որ մոտ ժամանակներս միգուցե հաջորդ մեր հանդիպման ժամանակ մենք դրան արդեն կանդրադառնանք որպես եղած փաստի կամ ինչ-որ ձևով զարգացում ստացած խնդրի։ Սիրելի ռադիո լսողներ, այսօր այսքանը, եթերաժամանակը ցավոք սրտի ավարտվեց, մենք հաջորդ շաբաթ նորից կհանդիպենք ու կհասկանանք ինչ է տեղի ունենում երկրում եւ աշխարհում հայկական տեսանկյունից։ Պրոֆեսոր Արմեն Դարփինյանի ժամն էր գործարար ալիքի եթերում, Դավիթ Խումարյանը երկրորդ խոսափողի մոտ էր ձեզ համար աշխատում, կհանդիպենք։